Ես հավատում եմ, որ ես ու դու սոված ենք Աստծո խոսքին, ծառավ ենք Աստծո խոսքին։ Ես այսօր քեզ համար հավատում եմ, որ երկնքից շատ լավ կերակուր եմ բերել։ Ամեն։ Կարաս կողքինդ ասես, ես լավ սոված եմ։ Փառք Հիսուսին, այն ինչքան սոված ենք, այնքան կկշտանանք, այնքան կսնվենք Աստծո տան մեջ։ Հա, սիրելիներ, փառք Հիսուսին, ասեմ, որ Տերն է կերակրողը, ես պարզապես մատուցողն եմ։ Ես մատուցողն եմ Տիրոջ սեղանի մեջ, Տիրոջ սեղանի առաջ, Տերն է անուշ կերակուր տվողը։ Հա, սիրելիներ, փառք Հիսուսին։ Ու ասեմ, որ այսօրվա խոսքը ինձ համար շատ հարազատ, շատ քաղցր, շատ գիտես թանկ ուղերձ է։ Իհարկե բոլոր ուղերձներն են լավ, բայց այս ուղերձը իմ սրտի մեջ կա ու այնքան հետաքրքիր է, երբ որ ես միշտ այն որ ասում ամեն անգամ սրանից կիսվում եմ միշտ հիացմունքով, ամեն անգամ երբ որ ինչ-որ մի թեմա ներսս հասունանում է, Աստված իմ շուրջ, իմ կյանքի այդ շաբաթվա, այդ 2-3 շաբաթվա գրաֆիկը, հանդիպումները, շփումները, փոխհարաբերությունները այնքան է լցնում է դրանով, որ ոնց պտտում եմ, տեսնում եմ այս ուղերձի, այս հայտնությունների կարևորությունը, թե ոնց պետք է նորից սրա մասին խոսել, նորից սրա մասին զորանալ, պնդանալ ու հավատում եմ, որ այսօր երբ որ նորից լսենք Աստծո խոսքը, մեր ներսը նորից կլցվի Աստծո զորությամբ, սիրով Աստծո։ Այսօր մենք միասին խոսելու ենք եկեղեցու կարևորության մասին, սիրելիներ, որքան կարևոր է Տիրոջ եկեղեցին, ոնց պետք է մենք նայենք Տիրոջ եկեղեցուն, ոնց է Աստված նայում իր եկեղեցուն եւ ինչպիսի սպասումներ ունի ինքը եկեղեցուց, հա ինչպիսի եկեղեցի է ուզում տեսնի։ Եվ վերնագիրն էլ հենց այսպես դրել եմ Աստծուն հաճելի եկեղեցի։ Աստծուն հաճելի եկեղեցի։ Ու ես հավատում եմ, որ յուրաքանչյուրի սրտի փափագը կլինի, որ մենք հենց այսպիսի եկեղեցի կառուցենք միասին, հա։ Ու գիտես, ասեմ, ուզում եմ ամենասկզբից այս հիմքը լինի, ամենասկզբից այս հայտնություն եւ միևնույն ժամանակ պատասխանատվության զգացումը մեր վրա լինի, մեզանից շատ բան կախված, թե ինչպիսի եկեղեցի մենք միասին կունենանք։ Աստծո հոգին կառաջնորդի, Աստծո հոգին մեզի այսպես ասած կբշտի, կսովորացնի, տեղ եկած տեղը կճմկտի մեզ ճիշտ ճանապարհի մեջ դնելու համար, բայց մեզանից շատ բան կախված է, ինչպիսի եկեղեցի կունենանք, ինչպիսի եկեղեցական ընտանիք միասին կկառուցենք։ Եվ ես այսօր ուզում եմ խոսենք մենք դրա մասին։ Շատ կարճ եւ շատ արագ ես կասեմ, ուղղակի կթվարկեմ մի քանի կարևոր կետեր, թե ընդհանրապես Աստվածաշունչը ինչ խորհրդապատկերներով է եկեղեցին ներկայացնում։ Տիրոջ օրհնությամբ մենք մի օր էլ կխորանանք այս կետերի հետ կապված, ես ուղղակի ուզում եմ դրանք թվարկեմ։ Եկեղեցին դա Աստծո ընտանիքն է, եւ մենք նրա տան անդամներն ենք, նա մեր հայրն է։ Եկեղեցին Աստծո բանակն է հոգևոր դաշտում։ Մենք հոգևոր պատերազմի մասնակիցներ ենք եւ բոլորս ենք զինվորներ։ Բոլորս ենք հոգևոր դաշտում զինվորներ։ Եկեղեցին Աստծո բանակն է եւ Աստված մեր գլխավոր հրամանատարը։ Եկեղեցին Աստծո այգին է, որ պտուղ ենք տալիս նրա համար, ամեն մի մարդ նրա այգում տնկված ծառ է, իսկ մենք էլ նրա հայրն էլ մեր մշակն է, մենք ամբողջը միասին, բոլորս միասին նրա այգին ենք։ Եկեղեցին հարսն է, Հիսուսը մեր փեսան։ Գրես բոլորս միասին իրար հետ պետք է ունենանք այնպիսի բնավորություն, այնպիսի էություն, ինչպիսին որ հարսն է ունենում, ճիշտ հարսը, սուրբ հարսը, մաքուր հարսը։ Եկեղեցին Տիրոջ հարսն է։ Եկեղեցին Հիսուսի մարմինն է, Հիսուսը գլուխն է, մենք մարմինը, որ հնազանդվում ենք ու ենթարկվում ենք գլխին ամբողջությամբ, ինչպես որ գլուխն է հրաման տալիս։ Գիտես, մեր մարմինը ոնց շարժվում է, ես իմ ձեռքը կուզենամ կբարձրացնեմ, կուզենամ կիջացնեմ, ամբողջ հրամանը գլխից է գալիս։ Իմ ձեռքը ինքն իրան sense բաներ չի անում, գլուխն է հրաման տալիս։ Եվ մարմինը մենք ենք, ես եւ դու, եւ գլուխը Հիսուսն է, որ հրաման է տալիս, մենք էլ շարժվում ենք։ Եկեղեցին կենթանի քարերից կազմված տաճար է։ Կենթանի քարերից, դա ես եւ դու ենք սիրելիս, դա այն տաճարները չէ, որ պարզապես գիտես ուղակի տուֆ քարով կամ ինչ որ ուրիշ քարերով սարքել են, ոչ սիրելիս, եկեղեցին շինությունը չի, եկեղեցին կենթանի մարդիկ են։ Ես փոքրուց իմ երեխաներին սովորացնում եմ, երբ որ մենք անցնում ենք եկեղեցական շենքերի մոտով, ես իրանց ասում եի, սա տաճար է, եկեղեցին մենք ենք։
Սա շինություն է, բայց եկեղեցին այսօր մեջը չի։ Գիտես, երբ որ մենք այստեղից դուրս ենք գալիս, այստեղը դատարկ է լինում, այսինքն եկեղեցին, այսպես ասած, գնում է տներով, իսկ տաճարը մնում է։ Եկեղեցին մենք ենք, ես եւ դու, կենթանի քարերից բաղկացած։ Ամեն սիրելիներ, փառք մեր հրաշալի Տիրոջը։ Եվ ես իհարկե ուզում եմ հիմա Աստծո խոսքով, խոսքերը շատ են, ես արագ դրանք կանցնեմ, բայց փոքրիկ հայտնություններով կփորձեմ դնեմ մեր սրտի մեջ։ Ինչպիսի եկեղեցի է ուզում Հայրը տեսնի։ Ինչպիսի փոխհարաբերություն է ուզում Հայրը տեսնի։ Գիտես, ես կուզենամ ամենասկզբից խոսել իմ կարգավիճակից։ Ու իհարկե ես գիտեմ, որ բոլոր հովիվների սրտում սա կա։ Նորմալ է, փառք Աստծո, հաճելի է, գեղեցիկ է, երբ որ հովին պատվում են, հովին սիրում են, հովից խորհուրդ են հարցնում, հովի հետ աղոթք են անում, դա լավ է։ Բայց ուզում եմ ասեմ, եկեղեցում հովիվը չի Աստղը։ Եկեղեցում Հիսուսն է Աստղը։ Եկեղեցում ամենաբարձրը Հիսուսն է։ Հովիվը, այո, եղբայրներից մեկն է, ձեզ հավասար, պարզապես Տիրոջից ունի կոչում, ունի հանձնարարություն տնտեսվարություն անելու եկեղեցու մեջ, տնտեսվարություն անելու հոգևոր կյանքում։ Եկեղեցին սիրելիս ունի մի Աստղ, որը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Եկեղեցին այնտեղն է, որտեղ քույր եղբայրները հավաքվում են տարբեր մասնագիտությունների, տարբեր մակարդակների, տարբեր կրթության, տարբեր ֆինանսական կարողության, տարբեր պաշտոնների եւ բոլորը հավասար են Աստծո տան մեջ։ Ես բերեմ մի լավ օրինակ, գիտես, օրինակի համար, մի հայր ունի 3 երեխա, 3 տղա որդի։ Մի որդին դառնում է քաղաքապետ, մի որդին շատ լավ սրտի բժիշկ է, մի որդին էլ աշխատում է գործարանում որպես բանվոր։ Եվ ամեն անգամ, երբ որ երեքով հանդիպում են հորը սեղանի շուրջ, քաղաքապետ եղբայրը չի նստում սեղանի վրա որպես քաղաքապետ, այլ նստում է սեղանի վրա որպես եղբայր։ Եվ հանգիստ այն բանվոր եղբայրը կարա պտտվի ու ասի աղբերս մի հատ են աղը տուր ինձի։ Ու քաղաքապետ եղբայրը չի ասում, ես քաղաքապետը մեզ ոնց ես ինձ դիմում։ Չէ, այլ հակառակը սիրով աղը փոխանցում է։ Գիտես ինչի, որովհետև հոր սեղանի շուրջ չկա քաղաքապետ, չկա բիզնեսմեն, չկա սրտի բժիշկ, չկա բանվոր, չկա բան, բոլորը քույր եղբայրներ են։ Սիրելիս, եթե մենք ասում ենք, որ Հիսուս Քրիստոսը մեր ավակ եղբայրն է, եթե մենք ասում ենք, որ Հայր Աստված մեր հայրն է եւ մենք նրա զավակներն ենք, սիրելիս, շատ լավ է, որ մենք մեր Տիրոջը, շատ լավ է, որ մենք հորը տալիս ենք պատիվ, մեծարանք, բայց միևնույն ժամանակ պետք է մենք արդար, անկեղծ եւ ազնիվ լինենք։ Նա ասել է, դուք իրար հետ քույր եղբայր եք։ Եվ մենք իրար հետ շփվում ենք որպես քույր եղբայր, թե մեր աշխարհային արժեքները փորձում ենք բերել եկեղեցի։ Ես շատ անգամներ եմ ասել, սիրելիներ, չեմ ուզենա վիրավորվեք, բայց կուզենամ մաքրվենք եւ սրբվենք։ Եկեղեցին լավ տղու տեղ չի, գողական խաղալու տեղ չի, աղբերավատ լինելու տեղ չի, կրոտիտներ լինելու տեղ չի։ Եկեղեցին ունի մի Աստղ ու մի հեղինակություն, դա Հիսուս Քրիստոսն է։ Իսկ մենք բոլորս իրար համար հոգ տանող, իրար խնամք տանող, երբ որ տեսնենք մեկից մյուսի կարիքը իրար բարձրացնող, երբ որ տեսնենք մեկը սխալ է խոսում, ոչ թե ծաղրող, ձեռառնող, վրան ինչ որ փոստեր բռնող, այլ հակառակը սիրող, օգնող ու բարձրացնող։ Եկեղեցին այնտեղն է, որտեղ մենք այնպիսի մթնոլորտ ենք ստեղծում, որ մարդը երբ որ գա, ոչ թե աշխարհից չտարբերի, այլ ասի ես այստեղ սեր եմ գտել։ Ես այստեղ գտել եմ ուշադրություն, ես այստեղ գտել եմ հոգատարություն։ Ես մեր տնային խմբակներում էի կիսվում, երեք էր թե առաջին օրն էր, երբ որ ես առաջին անգամ մտա տնային խմբակ, ես տեսա 2 ընկերներ խմբակում, ոնց էին իրար հետ շփվում, ինչպիսի ընկերություն կար իրանց մեջ, ու երբ որ ես տուն գնացի, իմ աղոթքներ, Տեր, ես ուզում եմ իրանց 3-րդ ընկերը դառնամ, որտև նախանձավոր ընկերություն ունեին, նախանձավոր փոխհարաբերություն ունեին։ Ես աշխարհում էլ ունեցել եմ ու ունեմ էլ հիմա շատ լավ ընկերներ, բայց երբ որ տեսա եկեղեցու եղբայրները ինչ ընկերություն ունեն,
Կյանքումս այդպիսի աղոթք չէի բարձրացրել, բայց բարձրացրեցի Տեր, ուզում եմ իրանց երրորդը դառնամ, ու իհարկե Աստծո ողորմությամբ ես դարձա իրանց երրորդը, հետո ավելի շատացանք, 4-ն էլ, 5-ն էլ, 10-ն էլ, եկեղեցում շատացանք։ Բայց գիտես, եկեղեցին հենց այն տեղն է։ Եկեղեցին այն տեղը չի, որ քույրերից մեկը ինչ-որ մի բանում սխալ է, մյուսները հավաքվում, քչփչում, բամբասում են, տես էսի սխալ է, կամ ինչ-որ մի բան գեշ է, կամ ինչ-որ մի բան տկար է։ Չես ռելիս, եկեղեցին այն տեղն է, որտեղ մենք իրար համար հոգ ենք տանում ու խնամք ենք տանում։ Եկեղեցին այն տեղն է, որտեղ երբ որ մենք իրար հետ գրես աղոթք ենք անում, ինչ որ մեկի կյանքում բժշկություն կամ ազատագրում ա լինում, մյուսները չեն, ինչ եղավ, խիոդ է, չէ, այլ հակառակը ուրախանում են, ասում են սրբվում է, մաքրվում է, բժշկվում է։ Եկեղեցին սրելիս այն տեղն է, որտեղ մենք իրականում ոչ թե խոսքերով, այլ իրականում շփվում ենք իրար հետ որպես քույր եւ եղբայր, եւ գիտակցում ենք, որ ունենք մի հայր, որ տեսնում է մեր փոխհարաբերությունը, ու մեր փոխհարաբերությունը իրան հիմա ուրախացնում է, թե տխրացնում է։ Եկեղեցին սրելիս ես մի քանի կետերով կանցնեմ։ Աստծուն հաճելի եկեղեցին, դա փրկության մեջ քայլող եկեղեցին է։ Փրկության մեջ քայլող եկեղեցին։ Փիլիպպեցիս 2:12 խոսքն ասում է. ուրեմն իմ սիրելիներ, ինչպես ամեն ժամանակ հնազանդվեցիք, ոչ միայն իմ ներկայությունում, այլ հիմա էլ ավելի իմ բացակայությունումը, ահով եւ դողալով գործեցեք ձեր անձերի փրկությունը։ Սիրելիներ, եկեղեցին փրկության մեջ քայլող եկեղեցի է։ Մենք պարզապես ոչ թե դե գիտես եկեղեցում եմ, ուրեմն փրկված եմ, այս գաղափարով մենք չենք շարժվում։ Ներողություն եմ ասում արտահայտությանս համար, չեմ ասում վիրավորելու համար, ասում եմ հայտնություն ստանալու համար։ Գիտես, եթե ես մտնեմ ավտոտնակ գարաժ, ես ավտո չեմ դառնա։ Նույնպես էլ մարդ, երբ որ մտնում է եկեղեցի, ավտոմատ չի փրկվում։ Հա? Եկեղեցին ճշմարիտ եկեղեցին, հոր սրտին հաճելի եկեղեցին այն եկեղեցին է, որը քայլում է փրկության մեջ, որը փրկությունը կրում է իր մեջ, որը հավատքով է ապրում, որը Աստծո խոսքը կատարելով է ապրում, որ պարզապես ոչ թե մտնում է եկեղեցի մի հատ պլյուս ստանա, մի հատ իրան ներկան ասի ու դուրս գա, բայց հետո դուրս գալուց նորից իր պիղծ կյանքով ապրի։ Ոչ սիրելիս, այդպես փրկության մեջ քայլող չենք լինում։ Փրկության մեջ քայլող եկեղեցին նա է, ով ինչպես եկեղեցում Աստծո առաջ է, այնպես իր անձնական կյանքում է։ Հա սիրելիս, դա է Աստծուն հաճելի եկեղեցին, երբ որ եկեղեցին քայլում է փրկության մեջ։ Երկրորդ սիրելիս, եկեղեցին, Աստծուն հաճելի եկեղեցին դա սրբության մեջ քայլող եկեղեցին է։ Առաջինը փրկության մեջ քայլող, երկրորդը սրբության մեջ քայլող եկեղեցին։ Առաջին Պետրոս 1:15 խոսքն ասում է. այլ ձեզ կանչող սուրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքում, որովհետև գրված է սուրբ եղեք, որ ես սուրբ եմ։ Ուզում եմ կողքինիդ նայես ու ասես, սա հնարավոր է։ Սա հնարավոր է։ Գիտես, սատանան տարիներ, հարյուրամյակներ շարունակ փորձում է մարդկանց համոզի անհնար է սուրբ ապրել։ Ուզում եմ մեր միտքը նորոգվի ու մենք բժշկված լինենք մեր մտքի մեջ, եթե սուրբ գիրքը մեզ ասում է հնարավոր է, ուրեմն հնարավոր է։ Երբ որ մեր միտքը նորոգվեց դրա մեջ, մենք կձգտենք սուրբ կյանքին ու դա հնարավոր է ու կստացվի։ Գիտես, Աստված երբեք չի ասել, որ այդ սրբությունը դու քո ուժերով ես անելու, ասել է իմ սրբությունը իմ շնորհքով կլինի քո կյանքում։ Ու երբ որ ինքը տեսնի, որ մենք ձգտում ենք սրբության, փափագում ենք սրբության, փափագում ենք իր խոսքը կատարելուն, իմացի իր շնորհքը այնքան առատորեն կլցնի, որ մենք սրբության մեջ կքայլենք ու չենք էլ պատկերացնի ոնց եղավ, որ այտենց քայլում ենք։ Ես կհիշեմ մի լավ վկայություն, երբ որ արդեն ծառայության մեջ էի մտնում ու տնային խմբակի ավագ դարձա, դա իմ երազանքն էր, դա իմ կոչումն էր։ Ես աղոթում էի, որ դառնամ տնային խմբակի առաջնորդ ու գիտես ինչներ, բայց իհարկե իմ բնավորության համաձայն, երբ որ ինձ արդեն օծեցին, ինձ դրեցին տնային խմբակի ավագ, առաջին իմ աղոթքը, ես շատ եմ պատմել սա, առաջին իմ աղոթքը կռիվ էր Աստծո հետ։ Համ ուզածս եղել է, համ կռվում եմ Աստծո հետ։ Գիտես որներ իմ կռիվը, ես աղոթքի ծածուկ սենյակում աղոթում ասում եմ, Տեր, դու չգիտես ես ինչքան մեղք ունեմ։
Այդ մեղքերը ունեմ ու ինձ տնային խմբակի ավակ դրեցիր։ Ես այդ երեխեքին իմը երիտասարդական խմբակ էր, ու ես էլ երիտասարդ 21 տարեկան, 22 տարեկան, ու ասում ես այդ երիտասարդներին ինչ եմ տալու, ես ինքս այնքան խնդիրներ ունեմ։ Ու գիտես, այնքան փառք եմ տալի Աստծուն, որ Աստված ինձ չկանգնացրեց։ Իմ բնավորության համաձայն խելոք ամեն օր աղոթում էի, ամեն օր Աստծո խոսքը կարդում էի, գնում էի ավակների ծառայողական հավաքույթներին, խոսքը վերցնում էի, աղոթում, խելոք բերում, փոխանցում էի տնային խմբակին։ Հետները ժամանակ էի անցկացնում, շփվում էինք, աղոթում էինք։ Գիտես, մոտավորապես մի 3 ամիս անցավ։ Մի օր աղոթքի եմ, ծածուկ սենյակում, աղոթքիս մեջ Սուրբ Հոգին այցելեց ու մի հետաքրքիր հարց տվեց, որ ինձ հիացրեց։ Ասեց՝ ուր են մեղքերդ։ Ուր են մեղքերդ։ Ու ես հասկացա, որ 3 ամիս առաջ այն ինչի հետ որ պայքարում էի, դա արդեն չկա։ Ես դրան կանցել եմ արդեն, չեմ էլ զգացել դրանք ոնց եմ անցել, դրանք իմ կյանքում էլ չկան։ Գիտես, որտեվ երբ որ կենտրոնացած ես քո կոչումով, կենտրոնացած ես քո տեսիլքով, դու էլ ժամանակ չունես մեղքի մասին մտածելու, դու էլ ժամանակ չունես մեղք գործելու, ու Աստված էլ դրանից սրբում ու մաքրում է։ Գիտես, ես միշտ ասել եմ, եթե Ադամը զբաղված լիներ այն տեսիլքով, որը որ Աստված իրան տվել էր, մեղք գործելու ժամանակ չէր ունենա։ Աստված ասել էր աճի, շատացի, բազմացի, տիրի, իշխի, եթե ինքը այս բաները անելով զբաղված լիներ, հենց կնիկ այդ պտուղը, որ կերել էր, կասեր կնիկ դրա վախտը չի, գնացինք աճելու, շատանալու, բազմանալու, իշխելու, տիրելու, այդ դրա վախտը չի։ Գիտես, բայց քանի որ պարապ ենք մնում, պարապության մեջ մեղքը միշտ գլուխ է բարձրացնում։ Հա, պարապության մեջ միշտ գլուխ է բարձր։ Դրա համար հենց բռնացնում ես պարապես, մի բանով քեզ զբաղացրա։ Զանգի ընկերուհուդ, ընկերոջդ զանգի, բարեկամի զանգի, ասա գալիս եմ Աստծո խոսք քարոզելու, գալիս եմ իրար հետ կոֆե խմելու, դուրս արի, դուրսը մեկին ծառայելու, դու կտեսնես ոնց է դա չքվում քեզանից Հիսուսի անունով։ Ամեն սրելիս, Աստծուն հաճելի եկեղեցին դա այն եկեղեցին է, որը քայլում է սրբության մեջ։ Երրորդը, Աստծուն հաճելի եկեղեցին դա այն եկեղեցին է, որը Տիրոջն է ձգտում նմանվի, հա, ձգտում է Տիրոջը նմանվի։ Մատթեոս 11:29 մեզ ասում է. ձեզ վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեցեք, մեկ ուրիշ խոսքերով ինձ նմանվեք, ինձանից սովորեցեք, ինձանից վերցրեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Հիսուսն ասեց ինձ նմանվեք, ինձանից սովորեցեք։ Ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Եփեսացիս 5-րդ գլխի առաջի խոսքը մեզ կասի նմանվող եղեք, կրկնօրինակող եղեք Տիրոջը։ Գիտես, լինում է դեպքեր, որը շատ ցավալի է, մարդու դե ես սենց եմ։ Գիտես, լավ, տենց ես հասկացանք, բայց փոխվի։ Բայց փոխվի։ Ու դա հնարավոր է։ Փոխվի, դա հնարավոր է։ Եթե ուզում ենք ավելին ունենանք, պիտի ավելի փոխվենք։ Հա, մնալով նույնը, բայց սпасելով ավելի շատ օրհնությունների չի լինում։ Մնալով նույնը, բայց սпасելով ավելի ինչ որ հաղթանակների չի լինում, պետք է փոխվել, պետք է ավելի զորանալ, պետք է ավելի սրբվել, պետք է ավելի Տիրոջը նմանվել։ Դու չես կարող նույնը մնաս, բայց ասես բախի կյանքումս բաներ չի փոխվում, որտեվ ինչքան փոխվել է, արդեն փոխվել է։ Եթե ուզում ես ավելին, պիտի ուրեմն ավելի նմանվես Տիրոջը։ Հիսուսի անունով սիրելիս։ Աստծուն հաճելի եկեղեցին նա է, երբ որ ինքը տեսնում է մեր մեջ, որ մենք ձգտում ենք իրան նման լինել, որ մեր ներսում կա փափակ իրան նման լինել։ Գիտես, անգամ երբ որ մենք տեսնում ենք, չէ, ընտանիքում երեխան ծնվում է, թե աղջիկ, թե տղա, մի քիչ հենց մեծանում է, մի քիչ հենց կարողանում է արդեն քայլի, ինչ է անում, ձգտում է ծնողին նմանվել։ Եթե աղջիկ երեխա է, սկսում է քսպելիքները օգտագործի, սկսում է մամայի կոշիկները հագնի, փորձում է ծնողին նմանվի։ Երեխան, տղա երեխան ինչ անում, տղա երեխան փորձում է պապային նմանվի։ Մի հատ դանակ կամ մի հատ կլուչ կվեկալի ու սաղորը մի բան կձգի, մի բան կան, չէ, ինչի ինքը ձգտում է նմանվի։ Աստծուն հաճելի եկեղեցին նա է, երբ որ հայրը տեսնում է, որ մենք փորձում ենք իրան նմանվենք, թա սիրելիս, իրան նմանվենք։ Ես ասեմ, մեր երեխեքը գիտեք փոքր ժամանակ ինչ խաղեր էին խաղում։ Մեր երեխեքը տունը խաղում էին ջրի մկրտություն։ Ես մեր խաղներ, երկու կրեսլո, բասկաթոր իրար կողք դնում էին, դե արանքա չէ, մեջը արանքա մնում։ Այդ արանքը մցնում էին, հանում էին, մցնում էին, հանում էին, ու իրանք խաղում էին ջրի մկրտություն։ Երեքով իրար հետ խաղում էին։ Երեքով իրար հետ խաղում էին եկեղեցի։ Էլինան քարոզիչներ, Սամը լսում էր, Նատեկը զոհաբերություններ հավաքում կամ փառաբանություններ անում։
Գիտես ինչ տենում են, դա էլ կրկնօրինակում են։ Ինչ տեսնում են, դրա մեջ էլ շարժում են։ Սաղ օրը եկեղեցում, սաղ օրը հավաքույթների մեջ։ Գիտես, հոր հաճելի եկեղեցին, հոր սիրած եկեղեցին որն է, երբ որ տեսնի, որ մենք նմանվում ենք իրան, որ մենք ձգտում ենք մեր բնավորության գծով, երբ որ մենք ձգտում ենք մեր վարքով, մեր վարքագծով իրան նմանվող լինել։ Գրեզ ես քեզ ասեմ անգամ, սիրելիներ, մենք նմանվում ենք անգամ մեր ընկերներին, ում հետ որ շատ ժամանակ ենք անցկացնում։ Հա, մեր խոսքը, մեր խոսելաձևը, մեր անգամ բառապաշարները, կրկնվող օրինակները։ Օրինակ ես շատ հաճախ հեռախոսը որ վերցեմ, կարող դե տեսնում ես սովագրած, ասում հա ջան, լսում եմ։ Հիմա իմ ընկերները շատերը որ ասում քո խոսքն ենք ասում ջան։ Մի բան հա ջան, ասում գիտես չէ, քեզանից ենք վերցրել։ Գիտես նորմալ է։ Մեր հովև Արտուրը օգտագործում էր իրականում բառը շատ։ Հիմա իհարկե այդքան չէ, բայց այն ժամանակ օգտագործում էր իրականում բառը շատ։ Ու գիտես մենք ինչ ենք բռնացրել, որ շատերս այդ իրականում բառը այնքան շատ ենք ասում։ Իրականում։ Ինչի, որտեվ ինչ որ լսում ես, նայր քո կյանքում դա ավելի շատ օգտագործում։ Անկամ մեր հա ժեստիկուլյացիան ամեն ինչը մենք իրարից սովորում ենք, իրար կրկնօրինակում ենք։ Դա լավ է, դա նորմալ է, որտեվ իրար հետ մտերիմ ենք։ Բա առավել եւս, երբ որ մենք մեր հոր հետ ենք շփվում, մենք իրան պետք է նմանվենք։ Հա, մեր խոսքը իրան պետք է նմանվի, մեր նստել վերկենալը իրան պետք է նմանվի։ Այնպես որ անում ես, գիտես, ես ինձ շատ եմ այդ հարցը տալիս, այ ոնց որ ես հիմա ինձ պահում եմ, Հիսուսը այդպես կաներ։ Ես ոնց որ հիմա խոսում եմ, Հիսուսը այդպես կխոսեր։ Ես ոնց որ հիմա անում եմ, Հիսուսը այդպես կաներ։ Դուք հիշում եք, ես պատմել եմ դեռ պատա երիտասարդ ժամանակ, երբ որ նոր ապաշխարել էի, իմ ընկերները ինձ ասեցին, հիմա ինչա հետներս կլուբ չես գալու, Երևանում երիտասարդ, դիսկոտեկաները լիքը, կլուբները լիքը։ Մի պարզ պատասխան, ուղղակի այդ պատասխանը այդ ժամանակ երիտասարդական իմ մտքից դուրս եկավ հոգուց առաջնորդված։ Ասեցի, գիտես, արի մի բան պատկերացնենք։ Մի գիծ է քաշված, ես եմ, դու ես եւ Հիսուսը։ Այն կողմը կլուբն է, այս կողմը մենք ենք։ Երեքը հաշվենք եւ միասին քայլ անենք։ 1, 2, 3։ Ես մտա, դու մտար։ Հիսուսը կմտնի, իրա խոսքերը ասի, չու ողբեր չի մտնի։ Ասի դե որտեղ Հիսուսը, այնտեղ էլ ես։ Ես Հիսուսի հետ եմ մնում, վտանգավոր այնտեղ կնես տեղ գնալ, որտեղ Հիսուսը չի գնա։ Քեզ պետքա պաշտպանությունդ կորցնես։ Հաստատ պետք չի։ Ավելի լավ է մնամ այնտեղ պաշտպանված լինեմ, օրհնված լինեմ, քան թե գնամ միտեղ, որտեղ պաշտպանություն չունեմ, որտեղ օրհնություն չունեմ, որտեղ սատանայի համար հասանելի ես դառնում։ Քեզի 1000 տարի պետք չի դա սիրելիս։ Տիրոջ հաճելի եկեղեցին նա, երբ որ եկեղեցին ձգտում է նմանվի Տիրոջը։ Հաջորդը սիրելիս, Տիրոջ հաճելի եկեղեցին նա, որտեղ մենք պտուղների մեջ աճում ենք, մենք պտուղ ենք բերում։ Մենք պտղաբեր եկեղեցի ենք։ Հա, ոչ թե պարզապես եկանք, պարապ գնացինք, այլ երբ որ եկանք, խոսքը վերցրեցինք, խոսքը մեր կյանքում գործի դրեցինք։ Սիրելիս, խոսքը երբ որ գործի ես դնում, դա սկսում է պտուղ տալ քո կյանքում։ Հա, եւ պտուղները տարբեր են լինում։ Կարա լինի պտուղներ մեր գործի, մեր խոսքի, մեր վարքի, հա, նույնպես ուրիշին քարոզելու պտուղը, երբ որ մենք ուրիշին քարոզում ենք, ուրիշին Քրիստոսի մասին վկայում ենք, դա նույնպես պտուղ է։ Եվ ուզում եմ տեղ կարդամ Տիրոջ խոսքից, Կողոսացիս 1:10 ասում է, որ դուք գնաք ինչպես արժանի է Տիրոջը, ամեն բանի մեջ հաճո լինելով նրան, ամեն բարի գործով պտղաբեր լինեք եւ աճեք Աստծուն ճանաչելու մեջ, Աստծուն գիտենալու մեջ։ Ասում է ամեն բարի գործի համար պտղաբեր եղեք։ Սիրելիս, աղքատին տեսար անտարբեր մի անցի։ Տկարին տեսար անտարբեր մի անցի։ Աստծո խոսքն ասում է ձեռքումդ որքան զորություն կա, որքան հնարավորություն կա, հասի ու օգնի։ Տիրոջ խոսքն ասում է աղքատին տվողը Տիրոջն է տալի եւ Տերը վարձահատույց կլինի, սիրելիս։ Աստված տեսնում է, երբ որ անցար այդ մուրացկանի կողքով։ Իհարկե ես հասկանում եմ, այսօր կարող է մուրացկաններ լինեն, որոնք իրանք մուրացկան չեն, պարզապես ունեն տերեր, որ ջիպերով կարան բերեն իրանց տեղավորեն ու գնան, ես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսեմ նրա մասին, որ կհանդիպես իրական մուրացկանների, կհանդիպես մարդկանց, որոնք իրականում կարիք ունեն, սիրտդ մի քարացրա, պտղաբեր եղի, պտուղներով լիքն եղի։ Գիտես, ես հաճախ ինչ եմ անում անգամ, ես եթե գիտեմ ինքը ինչ որ վարձու մեկն է կամ ինչ որ բանն է, ես ասում հացի կարիք ունես, արի մտնենք խանութ, ես քեզ համար հաց առնեմ։ Ինչ ուզում ես վերցրա, որին ձեռքը դնես, ես քեզ համար կվճարեմ, վերցրա կեր ու կշտացի։ Գիտես, սովածի կողքով անտարբեր մի անցի, աղքատի կողքով անտարբեր մի անցի,
Տուր Աստծո խոսքն ասում է տվեք եւ կտրվի, Տերը վարձահատույց կլինի քեզ սիրելիս։ Տիրոջ հաճելի եկեղեցին նա է, երբ որ մենք պտուղներով լիքն ենք լինում։ Վերացրա այդ արտահայտությունը իմ ու քո մեջից մենք հանենք, ասում ենք եղունգ ունես գլուխդ քողի, աղբեր ինձ պետքա 1000 տարի, այո պետքա սրելիս։ Դու պատկերացնում ես, եթե բոլորս մտածենք եղունգ ունես գլուխդ քորի, ուր կհասնի այս երկիրը։ Գիտես, մի անգամ մի շատ լավ մարդ մի ուժեղ արտահայտություն արեց։ Ասեց, եթե ուզում եք անօրենությունը տարածվի այս աշխարհի մեջ, բարի մարդիկ դադարեք բարի գործելուց։ Որտեւ անօրենությունը ագրեսիվ ձևով տարածվում է։ Անօրենությունը ագրեսիվ ձևով տարածվում է։ Գիտես դու հələ տես մեղք գործողները ոնց են ձգտում իրանց մեղքը պնդել ու օրենքների մեջ մտցնել։ Իհարկե այս երկրում չէ, բայց ուրիշ երկրներում անգամ տեսնում ես համասեռամոլները, այդ հոմոսեքսուալիստները, տարբեր այդ տեսակի այդ բնագավառի մեղքով բռնված մարդիկ պնդում են ագրեսիվորեն ուզում են իրանց օրենքները մտցնեն պետական համակարգերի մեջ։ Բայց մեկ տեսնում ես սրբությունը, բարոյականությունը լուր պապանձված նստած է։ Սելիս մենք չպետք է ամաչենք մեր բարոյականությունից, մենք չպետք է ամաչենք նրանից, որ սուրբ ենք ձգտում ապրել, մաքուր ենք ձգտում ապրել։ Հասրելիս, Փառք Հիսուսին։ Տիրոջ հաճելի եկեղեցին նա է, երբ որ մենք պտուղներով լիքն ենք լինում։ Տիրոջ հաճելի եկեղեցին նա է, երբ որ հավատքով ենք քայլում։ Հավատքով ենք ապրում սիրելիս։ Երկրորդ Կորինթացիս 5:10 այնքան եմ սիրում այս խոսքը, ասում է, որովհետև հավատքով ենք գնում, ոչ թե երևույթով։ Հավատքով ենք գնում, ոչ թե երևույթով։ Այսօր գիտես աշխարհը որքան է ուզում մեզ սխմի, մեզ համոզի, որ մենք երևույթով ապրենք։ Բոլորը պարտքեն, մենք էլ պիտի պարտք լինենք, բոլորը հիվանդ են, մենք էլ պիտի հիվանդանանք, բոլորը կորոնա են, մենք էլ պիտի կորոնա լինենք, բոլորը սենց, բոլորը նենց, ուզում եմ մեզ հայ, որ ասում է, բերի այս առօրյա աշխարհի մտածելակերպի մեջ։ Բայց Տիրոջ խոսքը Պողոս առաքյալը Սուրբ Հոգով լցված շատ ուժեղ ասում է, մենք երևույթով չենք քայլում, այլ մենք հավատքով ենք քայլում։ Ինչ է ասում հավատքը, ինչ է ասում Աստծո խոսքը այդ իրավիճակի համար։ Մենք սրանով ենք շարժվում։ Եվ գիտես, ես քեզ ասեմ, երբ որ եկեղեցին քայլում է հավատքով, հորը դա հաճելի է։ Հայրը տեսնում է, ոնց որ Հիսուսն ասեց, հայ Իսրայելի մեջ այսպիսի հավատք չտեսա, զարմացավ այդ հավատքի վրա, հիացավ այդ հավատքի վրա, ուրախացավ այդ հավատքի վրա։ Նույնպես ուրախանում ու զարմանում է, երբ որ այսօր իր եկեղեցին է հավատքով քայլում։ Գիտես, այնքան կարևոր է։ Ես դեմ չեմ սրելիս լինել տնտեսագետ, ես դեմ չեմ շուկայական բիզնեսի շուկան ուսումնասիրողներ լինենք, հասկացողներ լինենք, բիրժաների ուսումնասիրողներ լինենք, դա ճիշտ է, դա գիտություն է, դա ընտիր է։ Բայց մեկ տեսնում ես, գիտես, հավատքը թողած քրիստոնյայի մասին եմ խոսում։ Աստված ասել է, բայց ախր սենց Աստված ասել է, ես ուզում եմ քեզ ասեմ, մենք մի քանի շաբաթ խոսեցինք Աստծո ձայնը լսելու եւ հնազանդվելու մասին։ Սիրելիս, եթե Աստված ասել է, հավատքով ապրի Հիսուսի անունով։ Եթե Աստված ասել է, ուրեմն հավատքով քայլի Հիսուսի անունով։ Նորից եմ ասում, ես դեմ չեմ բժշկությանը, դեմ չեմ գիտությանը, դեմ չեմ բիզնեսի գաղափարներին, բիզնեսի կրթությանը։ Դες մտնում է բժիշկն ասում է, օ, այս հիվանդությունը անբուժելի է, դուսը, հո, այս հիվանդությունը անբուժելի է։ Իսկ ինչ է ասում Աստծո խոսքը։ Աստծո համար անհնարին բան չկա։ Հիսուսի անունով։ Աստծո համար անհնարին բան չկա։ Վերցրա սա, ապրի սրանով, քայլի սրանով, թող սա մարմին դառնա քեզ համար։ Գիտես, մի քանի տարի առաջ մեր հարազատներից մեկի հիվանդության համար կանգնած աղոթում էինք, հավատում էինք այդ հիվանդության համար։ Ու ես ինտերնետը փորփրում էի, YouTube-ը փորփրում ման էի գալիս, նմանատիպ վկայություններ գտնեի։ Իհարկե հետո գտա, բայց այդ սկզբում մի քիչ որ ման էի գալի, չէի գտնում, ասեմ անկեղծ այնքան մանթրաշ էի սկզբում, ասում Տեր իմ Աստված, շատ հիվանդությունների վկայությունների հանդիպեցի, բայց այս հիվանդության վկայությունը չեմ հանդիպում։ Ես քո խոսքի համաձայն քո համար անհնարին բան չկա, բայց չեմ տեսնում վկայություն։ Ու գիտես, այնքան ուժեղ էր, ներսումս մի բան բարձացավ։ Կապ չունի, եթե չեմ էլ տեսնում։ Եթե չկա, մեր առաջինը կլինի Հիսուսի անունով։ Եթե չկա, մեր առաջինը կլինի, իհարկե մեր առաջինը չէր։
Աստված էլի էր բժշկություններ ու հրաշքները ցույց տվել, բայց այնքան ուժեղ էր, որ ներսդ չլինի հանձնվող, այլ ներսդ լինի հավատքով ապրող Հիսուսի անունով։ Տիրոջ հաճելի եկեղեցին նա է, երբ որ եկեղեցին հավատքով է շարժվում։ Հալելույա սիրելիս, Հռոմեացիս 1:17 կասի մեզ, որովհետև Աստծով արդարությունը նրանով հայտնվում է հավատքից հավատքի մեջ, ինչպես գրված է, արդարը, որ ես ու դու ենք, հավատքից կապրի։ Ամեն սիրելիներ, արդարը հավատքից կապրի։ Քանի դեռ ես ու դու քրիստոնյա ենք, գիտես, կարաս լինես քրիստոնյա անհավատությունով բռնված։ Փրկվել ես, փրկության հավատք ունես, բայց ես քեզ կասեմ, հավատքը բազմակողմ է լինում, հավատքը բազմաճյուղ է լինում։ Բժշկության համար հավատք է պետք, կյանքիդ համար հավատք է պետք, հարազատիդ համար հավատք է պետք, հարազատի փրկության համար հավատք է պետք։ Աստծո խոսքն ասում է, արդարը հավատքով կապրի։ Հաջորդը սիրելիս, Աստծուն հաճելի եկեղեցին, դա աղոթող եկեղեցին է։ Դա աղոթող եկեղեցին է, որ մենք Տիրոջը երես փնտրողներն ենք։ Հիսուսը կասի Մատթեոս ավետարան 21:12-ում ասում է, Հիսուսը մտավ Աստծո տաճարը եւ դուրս առավ տաճարի մեջ բոլոր ծախողներին եւ առնողներին եւ փողփոխողներին սեղանները եւ աղավնի ծախողների աթոռները կործանեց եւ ասեց նրանց. գրված է, իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի եւ դուք ավազակների այր եք արել դրան։ Հալելույա սիրելիս։ Հալելույա սիրելիս։ Տիրոջ հաճելի եկեղեցին դա աղոթող եկեղեցին է։ Ու այնքան իհարկե հիացած եմ նույնպես մեր առավոտների աղոթքից, որ առավոտյան շուտ արթնանում ենք, եթե կարող ես միանաս Տերը օրհնի, եթե չես կարողանում, իհարկե հարգելի պատճառներով էլի Աստված օրհնի, բայց եթե հնարավոր է գին վճարի, առավոտները ամեն առավոտ մենք ժամը 7-ին միանում ենք Zoom-ով միասին աղոթքի հաղորդությունը վերցրած։ Եվ ասեմ քեզ, առաջին իսկ օրվանից, անցած երկուշաբթի ենք սկսել, առաջին իսկ օրվանից ես զգացել եմ ոնց է Տիրոջ զորությունը, Տիրոջ օծությունը լցվում, փռվում եկեղեցու վրա։ Գիտես, այնքան ուժեղ էր, որպես եկեղեցու հովիվ, որ աղոթում ես ամեն օր եկեղեցու համար, այնքան է զգում, այնքան ծանրություն, sense բաներ իջել եկեղեցու վրա։ Հենց առաջի հաղորդքը արեցինք, առաջին հաղորդությունն ընդունեցինք, ոնց որ այսինքն ճեղքումները, ճտոտները լցվեր հոգևոր աշխարհում։ Ու գիտես, արդեն իրար հետ շփվելով այնքան խոսել ենք, որ ասում արթնանում ենք, թարմացել ենք, աղոթներս վերականգնվել է, Աստված այցելում է։ Իսկ մենք էլ ամեն առավոտ մի քանի րոպե փոքրիկ խոսում ենք աղոթքի կյանքից, աղոթքի խորություններից, փոքրիկ ամեն օր քայլ առ քայլ առաջ են գնում, ու Աստված իր ներկայությամբ պատվում է մեզ։ Հալելույա սիրելիս։ Տիրոջ հաճելի եկեղեցին են եկեղեցին, որ աղոթել գիտի։ Տիրոջ հաճելի եկեղեցին են եկեղեցին, որ աղոթքի մեջ կանգնել գիտի։ Տիրոջ հաճելի եկեղեցին են եկեղեցին, որ երբ որ մի խնդրանք կա, ոչ թե աղոթեցինք ու հոգնեցինք, այլ աղոթում ենք այնքան, կանգնում ենք այնքան, մինչև հրաշքը վերցնենք Հիսուսի զորավոր անունով։ Գիտես, ես ասել եմ ու նորից կասեմ, այնքան կուզենամ, երբ որ մեր գրոպայում գրվում է, գիտես, այս ինչ կարիքը կա, խնդրեմ աղոթեք, լավ չեմ զգում, խնդրեմ աղոթեք, եղբայրս կոմայի մեջ է, խնդրեմ աղոթեք, քույրս լավ չի, խնդրեմ աղոթեք, այս ինչը լավ չի, ու ես այնքան եմ ուզում, որ իմանամ, որ երբ որ մենք նման բան կարդում ենք, ոչ թե պարզապես բացեցինք, ոյտենոս այս ինչ ա եղել, փակեցինք, դրեցինք, ոչ թե լավ Աստվածյան տենաս մի բան կարաս անես, փակեցինք, դրեցինք, այլ իրականում կարողանանք սիրտ դնենք ամեն մի գրած կարիքի համար։ Սիրելիս, ուզում եմ քեզ ասեմ, ոնց դու կուզենաս քո կարիքի համար աղոթեն, այնպես դու աղոթի ուրիշի կարիքի համար, դա Աստծուն սրտին հաճելի եկեղեցին է։ Հալելույա մեր Տիրոջը։ Հիսուսն ասեց իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի։ Եկեղեցին պիտի աղոթքի մեջ թաթախված լինի։ Եկեղեցին պիտի աղոթքով ներծծված լինի։ Հով Արտուրի խոսքերը պիտի կրկնեմ, ասում գիտես, ասում մարդը քրիստոնյան պետք է այնքան աղոթքով թաթախված լինի, ոնց որ սպունգը գուբկան ջրի մեջից հանես, վրից չռա,
ջուրը այդ այնց ասում քրիստոնյայի վրայից պիտի աղոթքը չռա։ Հասրելիս, այդ այնց պիտի եկեղեցին աղոթքի մեջ թաթախված լինի։ Մենք լինենք աղոթող եկեղեցի։ Ու ես քեզ ասեմ, երբ որ մենք դառնում ենք աղոթող եկեղեցի, շատ խնդիրներ, ես պատմեցի իմ վկայությունը, շատ մեղքեր, շատ խնդիրներ, այդ աղոթքի ճանապարհին այնպես են կորում ու չիք դառնում, որ դու էլ չես հասկանում, թե ոնց արդեն դրա մեջ հաղթող դարձար։ Բայց երբ որ չենք աղոթում, ու գիտես, ասեմ, սատանայի մեծագույն նպատակն է, որ աղոթքից հեռու պահի քրիստոնյային, որտեղ աղոթքը հենց այդ զորության աղբյուրն է, աղոթքը հենց Տիրոջ հետ հանդիպման, Տիրոջով լցվելու, Տիրոջով հաղթող լինելու այդ աղբյուրն է։ Սիրելիս, եթե հենց հիմա մեղքի հետ պայքար ունես, դարձիր աղոթող, դարձիր աղոթող։ Մի քանի օր առաջ ուրիշ քաղաքում ծառայել էի, մի եղբայր ինձ վկայություն ուղարկեց, ու իմ հիմնական խորհուրդներից մեկն էր, որ ես իրան տվել էի։ Ծխելու համար էր մոտեցել։ Իր վկայությունը մոտս կա։ Գրել էր, ասма Հովիվ ջան, եկա ծխելու համար, որ աղոթեք իմ համար, ասма դուք ինձ խորհուրդ տվեցիք, ու այդ խորհուրդը ես միշտ եմ տալիս։ Ես ասում եմ, գիտես որն է նպատակը։ Պատկերացրու դու բոքսոր ես եւ ռինգի մեջ ես։ Քո նպատակն է հաղթանակ ունենալը, ճիշտ է, հա։ Ասում ուրեմն հիմա ոչ թե կենտրոնացի այդ ծխելու վրա, այլ կենտրոնացի ռինգից ներքև պարապելու վրա, Սուրբ Հոգու հետ մտերմացի, Սուրբ Հոգու հետ ժամանակ անցկացրա, աղոթող եղի, խոսքը կարդացող եղի, որ երբ որ ռինգում հայտնվես, այդ ժամանակ հաղթող դուրս գաս։ Գրես ինքն ասում է, դուք այս խորհուրդը տվեցիք, ու ասում է, ես վերցեցի այդ խորհուրդը, կոպիտ ասած այդ ռինգից իջա ու սկսեցի ամեն օր Աստծո հետ մտերմանալ։ Ու ասում է, հիմա ես արդեն քանի ամիս է չեմ ծխում ու ազատ եմ դրանից Հիսուսի անունով։ Ամեն սիրելիս։ Փառք Հիսուսին։ Գիտես դա ինչի նման է, որ մի թշնամի ունենա, հակառակորդ ունենա, այսպես ասած, բոքսորը, ու ամեն օր դուրս գա ու կրվի, ամեն օր դուրս գա ու կրվի, ամեն օր դուրս գա ու կրվի, բայց ռինգից ներքև չպարապի։ Իր ձգումները չանի, հա այդ բոքսի տանձիկի վրա իր այդ պարապմունքները չանի, չէ ամեն անգամ դուրս գա այնտեղ կրվի, այ բախի եմ կրվում, իջի պարապելու։ Տիրոջ հետ հանդիպումներ ունեցի, Աստծո խոսքի մեջ հանդիպումներ ունեցի, աղոթքի մեջ հանդիպումներ ունեցի, ու դու կտեսնես, դու հաղթող ես դուրս գալու Հիսուսի անունով։ Հաջորդը սիրելիս, Տիրոջ հաճելի եկեղեցին, դա զոհաբերող եկեղեցին է։ Երկրորդ Կորինթացիս 9:6-7 խոսքերը, որովհետև սա եմ ասում, թե խնայելով սերմողը խնայելով էլ կհնձե, եւ առատությամբ սերմողը առատությամբ էլ կհնձե, ամեն մեկը բոլորիս է վերաբերվում։ Ինչպես որ սրտի հոժարություն կա, սրտի ցանկություն, սրտի հոժարություն, ոչ մի պարտադրանք, սա շատ կարևոր է։ Ինչպես որ սրտի հոժարություն կա, ոչ թե տրտմությունով կամ հարկադրությունով, որովհետև Աստված սիրում է ուրախ տվողին։ Չէ՞ սա է Տերը փափագում, սա է Տերը ուզում, ու ես սա բազում անգամներ եմ ասել։ Եթե գալու ես Աստծո խոսքին, գալու ես հավաքույթներին ու մտածես, «Օ, էլի փողերը հավաքում են էլի»։ Աստված սիրես, խնդրում եմ, ոչ մի կոպեկ մի գցի։ Նստի խոսքը վայելի գնա։ Աստվածաշունչը պարզ ասում է, Աստված սիրում է ուրախ տվողին։ Ես քեզ կասեմ, սա բազում անգամներ ասել եմ, կիսվել եմ, Արմինեն գիտի, իմ ընտանիքը գիտի, ես ես լուրջ եմ ասում, անգամ սպիտակում, ես իրական այնպես ուրախությամբ եմ փող բերում եկեղեցի, ես չգիտեմ ոնց բացատրեմ դա ձեզ։ Նամանավանդ, երբ որ սպիտակում ծառայում ենք, եկեղեցին փոքր էր, բյուջեն փոքր էր, ես գնում էի Երևան, հաճախ իմ հարազատները, ծանոթները ինձ 10 նոր զոհաբերություն էին տալի, որ բերեմ սպիտակ եկեղեցի։ Գիտեք ինչ ցնծությունով է գալիս։ Եկեղեցի փող եմ բերել։ Իմ ներսը ցնծում էր դրանից։ Սիրելիս, եթե չկա այդ ուրախությունը, Աստված սիրես, տեղը տակ, ամեն ինչ նորմալ, չայ կոֆեն կա, արի խմի, վայելի, խոսքը լսի գնա, բայց տրտմությունով ձեռքդ գրպանը չտանես։ Եթե անում ես, արա հավատքով, արա համոզված, որ դու Աստծո տան մեջ ես, դու Աստծո առաջ ես քո քայլն անում։ Շատ հաճախ, ինչ գիտեք այդ փողերը հովիվներն ինչ են անում, ինչ գիտեք այդ փողերը ուր է գնում, միանգամից ասել եմ ու նորից կասեմ, ծախսում ենք։
փողերը չի հավաքվում։ Այս դահլիճը վարձ ունի, այս տեխնիկաները սաղ փող արժեն, հա, ճանապարհը, հյուր կանչելը, հյուրասիրությունը, ամեն ինչ փող, սիրելիներ, ծախսում են, եկեղեցին ունի նույնպես աշխատավարձ, որ աշխատավարձ է տալիս։ Եթե հոժար ես, Տերը օրհնի, սրտի ուրախության բարա, եթե չէ, դու Աստված սիրես, ազատ եղի։ Գիտես, ես քեզ պարզ կասեմ ու համարձակ կասեմ, ասում եմ այն, ինչ որ ասել եմ այն ժամանակ, դեպ որ ես եկեղեցու պարզապես անդամ էի ու իմ ընկերն ասեց, ինձ մոտիկ մարդ ասեց, ախպեր այդ փողերը գիտես ինչ են անում, բա տալիս ես այտենց, ասի լսի, ասի ես ուրախ եմ, որ իմ տասանորդը կգնա իմ հովին աշխատավարձ, որ այդ աշխատավարձից իր երեխուն կկերակրի, իր տունը կպահի, բայց միևնույն ժամանակ ինքը իր ծնկները կծալի, իմ համար աղոթք կանի, ես ուզում եմ դա, հարց կա։ Այ մարդ, ես ուզում եմ իմ փողը գնա իմ հովին աշխատավարձ։ Ցելիս, եթե չես ուզում, Աստված սիրես, բայց Աստված սա է ասում, ասում է, ես ուզում եմ ուրախ տվողին։ Ես սա եմ փնտրում, ես չեմ փնտրում հարկադրությունով, ես չեմ փնտրում պարտադրությունով, ոչ ոք չի պարտադրում, ոչ ոք, հալելույա, Աստված սիրում է զոհաբերող եկեղեցի, զոհաբերությունը չի սահմանափակվում ֆինանսների մեջ, մենք պիտի զոհաբերենք մեր ժամանակը, մենք միգուցե կզոհաբերենք մեր միաման ճաշը, մեր հարազատին, մեր բարեկամին, մենք միգուցե կզոհաբերենք մեր քունը, որ կզանգի ու կասի աղոթքի կարիք ունեմ, ու դու չես քնի, առավոտյան էլ ուռած աչքերով կգնաս գործի, բայց զոհաբերել ես քո հարազատի համար։ Աստված սիրում է զոհաբերող եկեղեցի։ Աստված սիրում է, երբ որ դու կարողանում ես գին վճարես, կարողանում ես ճանապարհ անցնես, ինքը ամենամեծ զոհաբերության օրինակը տվեց իր խաչով։ Մի պահ, պատկերացրա 33 տարեկան երիտասարդ տղամարդը գալիս է ու կյանք է զոհում իմ ու քո համար։ Մենք այսօր հետ ենք նայում, մենք ասում ենք, օ, մեր Տերը, մեր Հիսուսը 33 տարեկան իր կյանքը ապրեց ամբողջությամբ ուխտի մեջ, ուխտավորության մեջ, սրբության մեջ, չամուսնացավ, ընտանիք չկազմեց, ամբողջությամբ ավետարանի համար ապրեց, վերջում էլ սուրբ ու զուլալ կյանքը զոհի տվեց, ամենաընտիր օրինակն էր մեր համար, դրանից կատարյալ օրինակ երկրի վրա չես գտնի, այսօր նա մեր միակ ընտիր օրինակն է, ու մեզ ասում է, ես սա եմ հավանում, զոհաբերող եկեղեցի, երբ որ կարա կտրի իրանից, կարա դա թողնի իրանից, ասի ես կանեմ, գիտես այսօր մենք ցավալի մի բան ունենք, ոտս տրորեց, ոչինչ, Հիսուսի ոտը այնքան զուր տեղը տրորեցին, այնքան թուքումուր արեցին, իմ ու քո փոխարեն, ինքը դրան արժանի չէր, իմ ու քո փոխարեն սիրելիս, այսօր մենք դարել ենք շատ, իրես սենց զգայուն, շատ նուրբ, վայ ես վիրավորվեցի, եկավ եկեղեցի բարև չտվեց, վազի գրկի առաջինը դու բարև տուր, չնկատելու տվեց, դու գնա նկատի, բռնի դեմքը թեքի ասա բարև, Տերը սա է սիրում սիրելիս, Տերը սա է սիրում, ես ցավալի բան կասեմ, իմ ծառայության մեջ, ոչ այստեղ, իմ ծառայության մեջ, մենք ունեցել ենք եկեղեցու անդամ, որ խոսում էր մեծ բաներից, հոգևոր Աստծո հետ վերապրումներ, աղոթքի կյանքեր, ժողովրդի հետ շփվել չէր սիրում, ժողովրդի հետ ժամանակ անցկացնել չէր սիրում, ինձ համար այտենց հոգևոր չկա, ուզում ես 20 ժամ լեզուներով աղոթող եղի, եթե դու չես սիրում եկեղեցու անդամների հետ նստես մի բաժակ չայ խմես, եթե դու չես սիրում գաս ճամբար, եթե ի վիճակ ես, էսի ճիշտ հասկացի, եթե դու չես ուզում գաս ճամբար, որտեղ հավես չունես այդ գռգռոցին ու ղժղժոցին, ինձ չի հետաքրքրում քանի ժամ ես դու աղոթում,
Ինչ չի հետաքրքրում, քանի անգամ ես Աստվածաշունչը կարդացել, եթե քո քուր աղբոր ձայնը քո համար ղժղժոց ու ներվեր չունես, եկեղեցին պիտի սիրո մեջ թաթախված լինի։ Նորմալ է, որ քո քրոջ, քո եղբոր երեխեն ճամբարում քեզ քնից կհանի, ասա ամեն։ Մեր երեխեն ում երեխեն է։ Ես առաջին իսկ օրվանից որ եկել եմ, մեր ծնողներին ասել եմ, քո երեխեն իմ երեխենա չի խանգարում, ազատ եղի։ Ճամբարում են ինքը ինձ քնից կհանի, նորմալ է, իմ երեխեն է։ Որտեղ մի օր իմ երեխեն է քեզ քնից հանել։ Գիտես շատ հաճախ հո ջան, նենց ամաչում չեմ ուզում գան, որտեղ երեխեն կարող է բան, ասեմ ջանդ սաղնի, թող գա, այս ներկայության մեջ, այս սուրբերի մեջ, այս ընտիր միաբանության մեջ, երեխեն սովորի։ Սիրելի ծնողներ, սիրելի կերակրող մայրեր, դուք մեզ ձեր երեխեքին չեք խանգարում, Հիսուսի անունով, ասա ամեն։ Մեր երեխեքն են, թող մի քիչ ղժղժան։ Ինչ հիմա տունը նստեին, Թեստեղ ես ներկայության մեջ լինեն, մի քիչ էլ մեզի թող խանգարեն, ինչ ա եղել։ Շատ վատացանք։ Բա որ մնաց ընտանիքը։ Բա որ մնաց Քրիստոսին հաճելի եկեղեցին։ Ես այս տնային խմբակ եմ ունեցել Երևանում, որ գալիս էր մի եղբայր, բարից բուն իմաստով վրայից հոտ էր գալի, կեղտոտ էր։ Ահավոր հոտ էր գալի, ինքը պետքարան, զուգարան գնալ չէր կարողանում, չգիտեր, բայց գալիս էր խմբակ, ու ես խմբակին առանձին ասեցի ամեն մեկին, ասեցի, դու կառնես շամպույնը, դու կառնես էսի, դու կառնես էնի, դու կառնես էնի, ու մենք կտանք, ու մենք իրան հոգ կտանենք։ Սելի սա է եկեղեցի, ոչ թե կողքի նստողից հոտա գալի տեղս փոխեմ, մյուս գալուց շամպույն կառնես։ Սա է եկեղեցին սրելիս։ Դու ինձ հետ ես։ Տիրոջ հաճելի եկեղեցին, պարգևների մեջ շարժվող եկեղեցի է։ Հոգու պարգևներով շարժվող սիրելիս։ Հալելույա։ Առաջին Կորինթացիս 14:1 Սերին հետևեցեք եւ հոգեվոր պարգևներին նախանձավոր եղեք եւ մանավանդ որ մարգարյանաք։ Գիտեք, ուզում եմ մի շատ համարձակ բան ասեմ։ Այսօր այնքան է մեկ-մեկ ականջիս ընկնում է ու տարածվում է, այս եկեղեցին սրանք պարգևների հետևից գնացող եկեղեցի են, սրանք մենակ հրաշքների մասին են մտածում։ Դա իհարկե մենակ չէ, բայց միևնույն ժամանակ տես Պողոս առաքյալը Սուրբ Հոգով լցված ինչ է ասում, պարգևներին նախանձավոր եղեք։ Սելիս ես նախանձավոր եմ պարգևին։ Ու ես փափագում եմ, որ եկեղեցու մեջ պարգևները դրսևորվեն։ Ու մի բան կասեմ, շատ հաճախ գիտեք ով է հակառակվում, ով պարգևների մեջ չի շարժվում։ Ով է հակառակվում, ով պարգևների մեջ չի շարժվում։ Մի պատմություն կհիշեմ։ Հովվ Արտուրին մոտեցել էր մի եղբայր ծառայող ու մի հատ արտահայտություն էր, այդ ինչ Աստված մենակ ձեզ է սիրում, ձեր մոտ այդքան հրաշքներ ու նշաններ կա։ Չէ, ձեզ էլ է սիրում, պրոստը հավատացեք, դրա մեջ մտեք ու շարժվեք։ Սիրելի, եթե ես այսօր պարգևներին հակառակ խոսամ, հաստատ վաղը պարգևներ չենք ունենա։ Եթե ես այսօր ասեմ, դե պարգևների մի օր կլինեն, մի օր չեն լինի, դրան այդքան կարևորություն մի տվեք, վաղը հաստատ պարգևները չեն գործի։ Բայց մենք ամեն առավոտ աղոթում ենք, որ պարգևները շարժվեն Հիսուսի զորավոր անով, ասա ամեն։ Ես ուզում եմ ու փափագում եմ, որ հրաշքները լցված լինեն։ Ամեն օր, երբ որ աղոթում ենք, դու գիտես ինչ ենք ասում, Տեր շնորհակալ ենք, որ հրաշքներ ու նշաններ, ազատագրումներ ու բժշկություններ կատարվում են մեր մեջ եւ մեր միջոցով, որ մենք հիվանդերի վրա ձեռք ենք դնում ու հիվանդները բժշկվում են։ Ես ամեն օր ենք սա աղոթում։ Ու ամեն օր ենք մենք այս հրաշքներին սպասում։ Ամեն օր ենք մենք այս վկայություններին սպասում Հիսուսի զորավոր անունով։ Դու հավատում ես։
Գիտես, ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, այնքան հավես էր, այնքան ընտիր էր, նախ ասեմ, այս քանի օրերը արդեն լիքը մարդիկ ինձ վկայություններ են գրում ուղարկում։ Այսօր գալիս եմ այստեղ հավաքույթին, մեքենայի մեջ եմ, համարյա հասնում եմ արդեն տեղ։ Արտուր աղբերը զանգում, ասում Հովիվ ջան, հրաշք ունեմ պատմելու։ Ասում պատմի Արտուր ջան, ես մեքենայի մեջ եմ, հասնում այստեղ։ Արտուրը հրաշքը պատմում է, հեսա խնդրելու եմ ինքը պատմի հրաշքը, Արտուրը հրաշքը պատմում է, ես մեքենան կանգնացում, մեքենայից իջնում, գորը դեմս կանում, ասում Հովիվ ջան, հրաշք ունեմ պատմելու։ Ասում հալելույա, ավտոյի մեջ Արտուրը պատմեց, ավտոյից հելա դու ես պատմում։ Գիտես, երանելի է, Տերը փափագում է, Տերը ուզում է, պարգևներով շարժվող եկեղեցի տեսնի Հիսուսյանով։ Արտարի մի փոքր վկայություն է։ Ողջույն եկեղեցի, ուրեմն մի քանի ժամ առաջ գործի տեղն էի տղայիս հետ, չգիտեմ ստի է։ Տղայիս հետ ման էինք գալիս, շրջում էինք մեր ռայոնում, այս ցենտրալնի ռայոնում, եկել ավտոյի մեջից մի ձեն լսանք, մի հատ կին գոռում է պամագից է, օգնեցեք։ Կողքենից նայում ենք, մարդ չկա, հետո հայլիով նայեցինք, հետևը տեսանք մի խումբ է կանգնած, ու զգացինք, որ մի կին մի հատ ինչ-որ տղամարդու է բռնե, մենք իմացանք եւի գող է։ Տոս ասի քելիշնենք հլեցան տենանք ով է։ Իջանք մեկ էլ մոտավորապես մի 10 մետր էր մնացել որ հասնենք, ես հասկացա, որ այս տղամարդը մահացել է։ Գիտեք դեմքը ինչ գույն էր, մահացած մարդու գույն։ Կապույտ, այսպես կապույտ, որ թենգիզը իմ հետ էլ քայլ չարեց։ Ես էլ չէի ուզում գնայի, կանգնեցի, ներսումս մի ձայն եղավ, ասեց գնա մոտիկացի։ Ճիշտ ասած, շատ դժվարությամբ եմ մոտիկացել, որտեղ տեսանելիքը, որ տեսա ես շատ դժվարությամբ եկա մոտիկացա ու նայում եմ ասում, բայց մարդիկ չեն մոտիկանում։ Մի քանի հոգի մոտավորապես մի 10 հոգով կանգնած էին, հերվից նայում են։ Ես եկա մոտիկացա, ծունգս դրեցի, ասեց նայում եմ ես աղջկան, բայց դաժե տղամարդուն չեմ նայում, այդ կնոջն եմ նայում։ Ես ասի եւի հաճախորդ անստողիկ է էլի ինքը, մեկ ասում եմ դուք ով եք, ասում է ես իր մաման եմ։ Այդ պահին մի ձեն եկավ ներսում ես, ասեց ձերքը դիրվեն աղոթի։ Ձերքս դրեցի իր վրա, ժողովուրդ ջան, ու ասեցի չեմ եկար ասի իմ աղոթքը կամ ոչ բան, մի կարճ բառ եմ ասացել եմ Հիսուսի անունով թող քո շունչը վերադառնա քո մեջ։ Ես իմ աղոթքս չվերջացրած, այս տղան մի հատ խորը սենց իրան թափ տվեց։ Խորը իրան թափ տվեց ու ժողովուրդ, այ Աստված վկա Աստծո առաջ եմ ասում, իր գույնը մի անգամից դարավ իմ մարմնի գույն։ Այսպես բացվավ։ Բացվավ բոլորը ամեն թող ինքը փառավորվի։ Ու ես հասկացա ոնց որ հույվատ նոր ասեց ինքը կարա ամեն բան անի։ Ես ասում էի չէ, ինքը ասում է ես կարամ ամեն ինչ։ Լսեք Տիրոջ ձայնը։ Թող Տերը փառավորվի ժողովուրդ ջան։ Իրան բարձրացրեցինք, նայեցի, կողքը մի հատ խանութ էր ինչ էր, մտցրինք այդ խանութը, ասենք որտեղ սաղ ջուր էր վրան։ Մտցրինք խանութը, ասենք թող նստի հանգստանա ու կշարունակի տուն արդեն։ Մայրիկին էլ ասեցի, ինձ շնորհակալություն ասեցի, ինձ մի ասա շնորհակալություն, Հիսուսին ասա, որտեղ ինքն է գործում։ Ասի աղոթեք Տիրոջը։ Էս էր Հովիվ ջան, թող Տերը փառավորվի։ Ամեն, փառք Աստծո, Աստված օրհնի շատ։ Սիրելիս, հրաշք ես ուզում, ձեռքդ դիր, պարգև ես ուզում, դուրս արի ծառայելու ու կտեսնես ոնց է Սուրբ Հոգին քո հետ համագործակցում։ Տերը փափագում է, Տերը փնտրում է, Տիրոջը հաճելի է պարգևների մեջ շարժվող եկեղեցին։ Հալելույա։ Հաջորդը սիրելիս, փրկություն բերող եկեղեցի։ Մենք սկսեցինք նրանից, որ Տիրոջը հաճելի է փրկության մեջ քայլող եկեղեցին։ Եվ վերջին կետը սա, Տիրոջը հաճելի է այն եկեղեցին, որը փրկությունը բերում է, փրկությունը տարածում է Հիսուսյանով։ Բերաններս չփակենք, այլ մարդկանց ավետարանի խոսքը կիսվենք։ Ես ուզում եմ քեզ ասեմ, սիրելիներ, Տերը այնքան է փափագում, Տերը այնքան է հավանում, երբ որ եկեղեցին ինքը ավետարանող եկեղեցի է։
խոսքը տարածող եկեղեցի է։ Այսօր այստեղ նստած ենք, այսքան ժողովրդով, ամեն մեկիս ինչ որ մեկը մի օր քարոզել է։ Ամեն մեկիս ինչ որ մեկը մի օր չի ամաչել, վերջի վերջով որոշում ա կայացրել ու մեզ փրկության խոսքը փոխանցի։ Մեր սրտին կպել է, մեզ համար աղոթքներ արել ու մենք այսօր այստեղ ենք, վայելում ենք Տիրոջ քաղցր ներկայությունը։ Ուզում եմ քեզ ասեմ, սիրելիս, այս քաղաքի մեջ շատ մարդիկ կան, որ այս քաղցր ներկայության, որ փրկության, բժշկության կարիք ունեն։ Այնքան մարդիկ կան այս քաղաքի մեջ, որ կարիք ունեն իմ ու քո ընկերությանը, որ մենք իրանց համար դառնանք քույր եւ եղբայր։ Ոնց որ օրից մի օր մենք իրար ճանաչեցինք ու իրար հետ դարձանք քույր եղբայր։ Գրես ինչքաններս ենք չէ վկայել, բայց ինչ լավ էր, այս եկեղեցին ստեղ սկսեց ծառայությունները, ամեն մեկս մեր գործով ենք, ամեն մեկս մեր հոգսով ենք, բայց հիմա արդեն մի մեծ ընտանիք ենք դարձել։ Իրար մասին գիտենք, իրար համար աղոթում ենք, մի կարիք եղավ, մի բան եղավ, մի անգամից գրոպայում գրենք, ժողովուրդ ով էսի ունի, ով էսի կարա օգնի, ով էս ծանոթին ունի, մի մեծ ընտանիք ենք դարձել, որ կարողանում ենք իրար ձեռ մեկնել, իրար օգնել ու բարձրացնել։ Սիրելիս, Տիրոջը հաճելի եկեղեցին, ավետարանը տարածող եկեղեցի է։ Իրես միշտ փափագով եղի, նախանձավոր եղի, խոսքը վկայես։ Երբ որ ես Գյումրիում միսիայի մեջ էի ու շաբաթվա մեջ հիմնականում համարյա ամեն շաբաթ, բայց լինում էր բացառություններ, համարյա ամեն շաբաթ ես 2 շաբթի օրը գալիս էի Երևան, Արմինեն այդ ժամանակ Էլինան նոր էր ծնվել, Երևանում էր, գիտես ներսումս մի բան ունեի, տաքսիով գալիս էի, մեքենա չունեի ու Գյումրի-Երևան ճանապարհը մոտ 2 ժամ է։ Գիտես ինչ էի ասում, աղոթում էի, ասում էի, Աստվածան 2 ժամ, հետս 4 հոգի մարդ կա, ուր պետք է փախնեն։ Ինձ չեն հանի ավտոյի մեջից, ես սկսում էի խոսք բացել ու ավետարան քարոզեի։ Մի հատ անուն էի դրել, ասեմ, իմ փոքր տնային խմբակն է այդ տաքսին։ 2 ժամ, գլուխն հիմա կարող ասեն հավատացյալ էր, գլուխներս տարավ, հավատացյալ, այ մարդ ինչ ուզում են թող ասեն, ես Աստծո խոսքը վկայում եմ, ես տարածում եմ, 2 ժամ հո չեն փախնելու։ Գիտես խոսքը վկայող եղի, պատճառ մանարի, առիթ մանարի խոսքը տալու համար։ Ու իմացի Աստված էլ դռներ կբացի Հիսուսի անունով։ Գիտես ես քեզ ասեմ, կան մարդիկ, որոնք փափագում են։ Ես ասեմ անգամ ավելին, որը ցավալի է, ասում ես հարևան ունեմ, ես չգիտեի, որ 100 տարի ինքը այդ եկեղեցու անդամ է, բախի մի բերան չեր ասում։ Գիտես արի տենց չլինենք։ Արի վկայենք մարդկանց։ Գնում ես հացի խանութ հաց առնելու, մի փոքր բարի խոսք ասա, մի փոքր օրհնության խոսք ասա, մի սերմ ցանի այդ մարդու սրտի մեջ, դու կտեսնես ոնց է օր-օրի խորանում, օր-օրի բացվում, օր-օրի մի հատ ավետարանի սերմը ցանվում այդ մարդու կյանքում։ Հետո վաղը մյուս օր երկնքում կտենաս ու կուրախանաս։ Հասրելիս, Տիրոջը հաճելի եկեղեցին, դա ավետարանը տարածող եկեղեցին է։ Մատթեոս 28:18-ում Տեր Հիսուսն ասեց, եւ Հիսուսը մոտ գալով նրանց հետ խոսեց եւ ասեց. ամեն իշխանություն ինձ տրվեցավ, երկնքում եւ երկրումս։ Ուրեմն գնացեք։ Բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի պահեն, եւ ահա, ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհի վերջը։ Սա մեր Տիրոջ մեծ պատվիրանն է բոլորիս համար։ Գնացեք, ավետարանը քարոզեք, փրկության լուրը տվեք մարդկանց։ Մի փակի, սիրելիս, երկնքի ճանապարհն ունես, երկնքի բանալիներն ունես, երկինք գնալու ձևը գիտես, էդի թաքուն մի պահի, մի ամաչի դրանից, հավատացյալ լինելը ամոթ չի, հավատացյալ լինելը պատիվ է, ասա ամեն։ Փառք Հիսուսին, արի կանգնենք ոտքի։ Հալելույա մեր Տիրոջը։ Սիրի եկեղեցին սիրելիս։ Սիրի Աստծո ընտանիքը։ Սիրի ու իմացի ինձանից ու քեզանից շատ բան կախված է, թե ինչպիսի եկեղեցի կկառուցենք, ինչպիսի փոխհարաբերություն կունենանք։ Մի արի եկեղեցի սեր փնտրելու, արի եկեղեցի սերը տալու։ Արի եկեղեցի այդ միաբանությունը կառուցելու։ Տիրոջ խոսքը մեզ կասի, որքան ձեզանից կախված է, որքան հնարավոր է, բոլորի հետ խաղաղություն ունեցեք։
Մեզանից յուրաքանչյուրիս վրա է դրված այդ պատասխանատվությունը։ Ես խաղաղություն կառուցող եմ, թե քչփչանեմ, բամբասանք տարածեմ, երկու հոգու իրար հետ կռվցնեմ։ Ոչ, սիրելիս, ոչ։ Եկեղեցին է դրա տեղը չի։ Ես քանդում եմ դա Հիսուսի անունով։ Եկեղեցին այն տեղն է, որտեղ քույր եղբայրները իրար հետ ունեն մաքուր եւ սուրբ փոխհարաբերություն։ Եկեղեցին այն տեղն է, որտեղ եղբայրները քույրերին նայում են մաքուր աչքերով եւ ոչ մի հետին միտք չունենալով։ Եկեղեցին այն տեղն է, որտեղ քույրերը եղբայրներին նայում են մաքուր աչքերով ու ոչ մի հետին միտք չունենալով։ Եկեղեցին այն տեղն է, որտեղ մենք մեծերին, մամաների ու պապաների պես, տատիկների ու պապիկների պես սիրում ենք, հարգում ենք ու պատվում ենք։ Եկեղեցին այն տեղն է, որտեղ երեխաները բոլորիս երեխաներն են։ Իմ ու քո չենք անում։ Տակը կեղտոտա, ոտը ծուռա, էսիենա անուն ենք դնում ու ասում ենք, չէ, եկեղեցին այն տեղն է, որտեղ քո երեխեն իմ երեխեն է, իմ երեխեն քո երեխեն է, ու հոգ ենք տանում նույն ձև Հիսուսի զորավոր անունով։ Սիրելիս, եթե մենք կարողանանք միասին, միաբանության մեջ այսպիսի եկեղեցի կառուցենք, իմացի, աշխարհը կձգտի, կփափագի, Հիսուսն ասեց, կտենան սերը ու կփառավորեն հորը։ Հալելույա մեր Տիրոջը։ Արի աղոթք անենք։ Շնորհակալ ենք ամենակարող Արքա։ Հայր, գոհանում ենք։ Գոհանում ենք։ Գոհանում ենք այսօրվա համար, այս հրաշալի ներկայության համար, այս բժշկության համար, որ բերում ես մեր մեջ, կառուցելով ու շինելով, մաքրելով ու սրբացնելով։ Շնորհակալ ենք, Հայր, որ դու մեզ բացում ես, թե ինչպիսի եկեղեցի, ինչպիսի ընտանիք ես փափագում տեսնել։ Ու ասում ենք, Տեր, շնորհակալ ենք, որ քո հոգին ու քո զորությունը, Տեր, մեզ օգնական ես դրել, որ մենք ոչ թե մեր ուժով ենք անում, այլ քո ուժով, Տեր, ու մենք դա ցանկանում ենք, Տեր։ Այսօր, Տեր, դու քո խոսքում ցույց տվեցիր, թե որքան բան նույնպես մեզանից, մեր ցանկությունից կախված է։ Մենք այսօր ուզում ենք այս աղոթքի մեջ ասել, այո, Տեր, մենք ուզում ենք ունենալ, մենք ուզում ենք կառուցել, մենք ուզում ենք բարձրացնել այս ժամանակների մեջ գեղեցիկ եկեղեցի, ընտիր եկեղեցի, սիրով լցված եկեղեցի, քո փառքով լցված եկեղեցի, քո սրտին հաճելի եկեղեցի, եկեղեցի, որտեղ կա քաղցրություն, որտեղ կա փոխհարաբերություն, եկեղեցի, որտեղ չկա մրցակցություն, որտեղ չկա լավ ու վատ անել, մեծ ու փոքր, բարձր ու ցածր խաղալ, եկեղեցի, որտեղ բոլորս իրար քույր եւ եղբայր ենք, որտեղ բոլորս իրար համար հոգ ենք տանում, եւ եթե ինչ-որ մի եղբոր, ինչ-որ մի քրոջ մասին, ինչ-որ մի վատ բան ենք լսում, ոչ թե բամբասանքին միանում ենք, այլ սրտացավությամբ մոտենում ենք։ Շնորհակալ ենք թանկագին Տեր, շնորհակալ ենք ամենակարող Արքա, շնորհակալ ենք Տեր, խնդրում ենք Տեր, որ դնես այսպիսի սեր, այսպիսի ցանկություն ամեն մեկիս ներսում։ Հիսուսի զորավոր անունով, քո խոսքի համաձայն Տեր, դու հավանում ես, քեզ հաճելի է եկեղեցի, որը քայլում է փրկության մեջ, եկեղեցի, որը ձգտում է սրբության վարքով, բնավորությունով եւ խոսքով, եկեղեցի, որը ձգտում է Տիրոջը նմանվելուն, եկեղեցի, որը աճում է պտուղների մեջ, եկեղեցի, որը ապրում է հավատքի կյանքով, եկեղեցի, որը ունի խորը աղոթքի կյանք, եկեղեցի, որը զոհաբերող է, եկեղեցի, որը շարժվում է հոգու պարգևներով, եկեղեցի, որը մարդիկ է փրկում, բերում է փրկության, Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալ ենք քեզ, Տեր, քեզ փառք, պատիվ ու մեծություն ենք բարձրացնում։ Ամեն, ամեն, փառք Հիսուսին, փառք Տիրոջը սիրելիներ, ասա կողքինիդ, ես այդպիսի եկեղեցում եմ, Հիսուսի անունով։ Մենք մի բան էլ ունենք անելու,
մինչև կավարտենք, ես ուզում եմ մի հարց տամ, կա մարդ, որ այսօր առաջին անգամ ընդհանրապես եկեղեցական հավաքույթների այսպիսի մասնակցում, եթե առաջին անգամ ես կխնդրեմ ձեռք բարձրացնես, մենք քեզ ողջունենք։